Դասական մեխանիկայի 14-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Այսօր կշարունակենք ազատության 1 աստիճանով հավասարումների ուսումնասիրությունը։ Ազատության 1 աստիճանով հավասարումներ։ Հիշեցնեմ, որ ուսումնասիրում ենք հետևյալ տեսքի հավասարումները։ X 2 կետով հավասար է մինուս u'(x), որտեղ u տրված ֆունկցիա է։ Մենք ենթադրել ենք, որ u-ն բավականաչափ ողորկ է, այսինքն գրենք ck r-ի վրա, ընդ որում կան կլինի մեծ կամ հավասար 2-ից, այսինքն ամեն անգամ, երբ ինչ-որ արդյունքի կամ բանի մասին խոսելու լինենք, ենթադրել ենք, որ կան այնքան մեջ է, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի դա ճիշտ լինի։ Այսինքն առանց ամեն անգամ ողորկության մասին չենք խոսելու, ck դասից է կամ բավականաչափ մեծ։ Նախորդ անգամ տեսանք, որ այս համակարգը վերվում է, այսինքն ցանկացած երկրորդ կարգի համակարգ վերվում է առաջի կարգի համակարգի, եթե ներմուծենք նոր փոփոխականներ, այստեղ հավասարման մասին է խոսքը, բավական է ներմուծել մի նոր փոփոխական y, x կետով հավասար է y, եւ y կետով հավասար է մինուս u'(x)։ Համաձայն ընդհանուր տեսության դիֆերենցիալ հավասարումների միակ լուծումը գտնելու համար պետք է սկզբնական պայմաններ ներմուծենք։ x0-ն x-ը 0 կետում հավասար է ինչ-որ մի x0-ի, y-ը 0 կետում, որը արագությունն է, հավասար է, ասենք y0-ի։ Այս դեպքում գիտենք, որ կա գոյություն ունի ինչ-որ միջակայք t մինուս, եկեք 0-ն էլ գրեմ, որ պարզ լինի, 0-ն արանքում է, և t պլյուս, այնպես, որ այս միջակայքի վրա գոյություն ունի միակ լուծումը։ Ուրեմն եթե սրան անուն տանք, այս թողնի 1 հավասարումը, այս 2 համակարգը և 3 սկզբնական պայմանները, գոյություն ունի միակ լուծումը։ Գոյություն ունի, ընդորում միակն է, ֆին, արժեքները բնականաբանություն է երերկություն, կան որ երկու փոխական ունենք, որը 2-3 հավասարման լուծումն է։ 2-3-ի լուծում։ Ընդորում մենք ինչ-որ օրինակներ էինք նայել, կամ մի օրինակ էինք ըստ էության նայել, որը տալիս էր ֆազային կորերի, կամ ավելի ճիշտ է ասել, ֆազային կորերի տեսքը։ Ուրեմն այս հավասարման համար մենք ունենք էներգիայի պահպանման օրենքը, որը ասում է հետևյալը, եթե ե-ով նշանակենք կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը, որտեղ կինետիկ էներգիան 1/2 x կետով քառակուսի է կամ 1/2 y քառակուսի, իսկ պոտենցիալ էներգիան հենց մեր u ֆունկցիան է, պոտենցիալը հենց u-ն է, ապա s հաստատուն է։ Ուրեմն կարող ենք ասել, որ yen հաստատուն է ֆազային կորերի երկայնքով։ Այսինքն որոշում է միանգամից սկզբնական պայմանով։ Ուրեմն այդ որ գրում ենք, ստանում ենք հետևյալը, 1/2 y քառակուսի գումարած ux հավասար է y-ի։ Ուրեմն սա միշտ է ճիշտ։ Այս հավասարումը հնարավորություն է տալիս ըստ էության ինչ-որ բանաձև գրել լուծման համար։ Այսինքն մենք չենք կարող ասել բացահայտ տեսքով լուծումը ստանում ենք, բայց ստանում ենք ինչ-որ բանաձևեր, որոնք հնարավորություն կտան որոշ որակական եզրակացություններ անել լուծումների մասին։
Ուրեմն կարևոր է թե yen ինչ արժեք է u-ի համար։ Ուրեմն հիշեցնեմ, որ yen կասենք կրիտիկական է u-ի համար, ուրեմն սահմանում yen u-ի կրիտիկական արժեք է, ըստ սահմանման այդ նշանակում է հետևյալը, որ գոյություն ունի x0 r-ից, այնպես որ u x0-ն հավասար է y-ի և u շտրիխը x0-ում հավասար է 0-ի։ Այսինքն գոյություն ինչ-որ մի թիվ իրական, որտեղ u-ն ընդունում է հենց այս y արժեքը և u-ի ածանցյալը այդ կետում հավասար է 0-ի։ Անցյալ անգամ մենք տեսանք ինչ է տեղի ունենում մոտավորապես։ Այսինքն եթե մենք նկարենք y-ի գրաֆիկը, y չէ, u-ի գրաֆիկը, այս թողնի x-ը, սա էլ կլինի y-ի արժեքները, ասենք ինչ-որ բան, որ նկարենք ստեղ, սրանից ելնելով կարող ենք կառուցենք լուծման տեսքը, այս x-ն է, սա y-ը, այսինքն x-ի ածանցյալը, ուրեմն քիչ թե շատ պարզ էր, որ այսինքն քիչ թե շատ չէ, պարզ էր, հասկացանք, որ եթե ունենք մինիմում, ապա այդ ստացիոնար կետ է, կամ մաքսիմում, եթե ունենք կրիտիկական կետ, կրիտիկական արժեք ու վերցնում ենք համապատասխան x0-ն, ապա տեղ ստանում ենք ստացիոնար կետեր, այսինքն այդ կետում վեկտորական դաշտը դառնում է 0։ XY հարթության վրա, վերցնում ենք x-ի վրա, այսինքն y-ը արդեն իսկ 0 է, y-ը արդեն իսկ 0 է, ու եթե սա էլ է 0 դառնում, ապա այդ դառնում է ստացիոնար կետ։ Եթե yen կրիտիկական չէր, ապա մոտավորապես տեղի ունեն հետևյալը, վերցնում ենք ցանկացած ոչ կրիտիկական արժեք, Այնտեղ բայց առանցքը ու չպետք է լինի։ առանցքը ու պետք է լինի, այո։ Առանցքը բնականաբար ունի։ Վերցնում ենք ոչ կրիտիկական արժեք, էներգիայի պահպանման օրենքից, սրանից, անմիջապես հետևում, որ շարժումը կարող է տեղի ունենալ միայն n xy-ների տարածության մեջ, այսինքն այնտեղ, որտեղ ու x-ը փոքր է y-ից։ Այսինքն x-երի համար միանգամից ստանում ենք սահմանափակում, որ հետագիծը պետք է միշտ բավարարի հետևյալ հավասարմանը։ ու x-ը պետք է փոքր կամ հավասար լինի, եկեք ցենց գրեմ x-ն պետք է փոքր կամ հավասար լինի y-ից ցանկացած t-ի համար, որտեղ լուծում որոշված է, այսինքն t մինուսից t պլյուս։ Ուրեմն, եթե վերցնում ենք ինչ-որ ոչ կրիտիկական արժեք, գտնում ենք համապատասխան կոորդինատները, այսինքն լուծում ենք ու x հավասար է y հավասարումը, ստանում ենք շատ թվեր կարող ենք ստանալ, այս դեպքում ստանում ենք պաստորեն 3 թիվ, ու ինչ է սրա հետ տեղի ունենում, մոտավորապես տեղի ունենում հետևյալը, մենք պետք է կառուցենք, ուրեմն ֆազային կորերը պետք է գտնվեն AS կորի վրա, մակարդակային կորի վրա, դե մի քիչ մտածելուց մոտավորապես ստանում ենք հետևյալը։ Էսա, իսկ մյուսի համար մոտավորապես այս տեղի կունենա։ Ի տարբերություն ոչ կրիտիկական արժեքների, որտեղ հետագիծը կազմված է կապակցված, ուրեմն եթե վերցնում ենք
էներգիան հավասար է, եթե վերցնում ենք էներգիան հավասար է 1/2 y քառակուսի գումարած ux-ը հավասար է y օրը, վերցնում ենք սրա կապակցված տարերը, ցանկացած կապակցված տար բաղկացած է ընդամենը մի ֆազային հետագծից, որտեղ արագության վեկտորը ոչ միտեղ 0 չի դառնում, ճիշտ է, որտեղ եթե 0 դառնար, պետք է եթե արագության վեկտորը որն է, y ուշտրիխ x է, չէ, y ուշտրիխ x-ն է, մինուս ուշտրիխ x-ն է արագության վեկտորը, այս արագության վեկտորն է, եթե ինքը հավասար է 0-ի, ապա ստեղից մի անգամից ստանում ենք, որ y-ն է հավասար 0-ի և ուշտրիխ x-ն է հավասար 0-ի ու բացի դրանից, քանի որ y հավասար է 0-ի, նաև ստանում ենք, որ x-ն է հավասար է y-ի։ Այսինքն, y-ն կրիտիկական արժեք է, որը մենք ենթադրել ենք, որ տենց չի։ Այսինքն, ոչ կրիտիկական արժեքների համար արագության վեկտորը սրան այս կորին պատկանող արագության վեկտորը երբեք 0 չի դառնում։ Այսինքն, ցանկացած կապակցված տար, այս կորի ցանկացած կապակցված տար, ինքը մեկ ֆազային հետագիծ է։ Նույն բանը չենք կարող ասել, եթե արժեք կրիտիկական է։ Եթե վերցնում ենք կրիտիկական արժեք, ստեղ պաստորեն ունենք երկու լուծում, մեկը սա, երբ չնկարեմ եմ մյուսը, մյուսն էլ այս կետներ։ Ուրեմն ստեղ ինչ է տեղի ունենում, ստեղ կախված է նրանից, թե ui երկրորդ տածանցյալը ինչի է հավասար այս կրիտիկական կետում։ Ուրեմն համարյա միշտ մենք ենթադրել ենք հետևյալը, ուրեմն ենթադրություն, այսինքն պայման, իրականում պայման ենք դնել հետևյալ։ Ուրեմն եթե ու շտրիխ x-ը հավասար է 0-ի, այսինքն x-ը ui կրիտիկական կետ է, ապա ու 2 շտրիխ x կետում 0 չի։ Ուրեմն այս դեպքում մենք ասենք, որ կրիտիկական կետը չվերասերվող է։ Ուրեմն պոտենցիալ էներգիան ունի կրիտիկական արժեքներ, կրիտիկական արժեքներին համապատասխանում են կրիտիկական կետեր, այսինքն այն կետերը, որտեղ ածանցյալը 0 է եւ արժեքն էլ հենց ui արժեքներ կետում, միշտ ենթադրել ենք, որ երկրորդ ածանցյալը հավասար չի 0-ի։ Ինչի է կարվում, որովհետեւ այս մի շարք հետևանքներ ունի, այսինքն օրինակ ֆազային կորերի ուսումնասիրությունը դրանով հեշտանում է, հեսա շատ շուտով կտեսենք, թե ոնց է արտահայտվում։ Ուրեմն այս դեպքում մենք անցյալ անգամ եկել ենք ենթադրական, որ մակարդակային կորեր ունեն այս տեսքը, ստեղ հարց էր առաջացել, թե ինչ անկյան տակ է սրանք հատում, որտեղ այս արդեն այս կետը ի տարբերություն նախորդների, որտեղ հատումը ուղղայաց է, այս մենք չգիտենք ոնց է։ Սրա համար ոչինչ չենք կարող ասել։ Դե մյուսն էլ նույն բանը։ Նախ չգիտենք, ես նույն անկյան տակ է հատվում, թե ուրիշ անկյան տակ է հատվում։ Ուրեմն երկու հարց է առաջանում։ Նախ ինչ կարող ենք ասել դրանպես այս ստացիոնար կետերի կայունության մասին, առաջի հարցը հետ է, արդյոք դրանք կայուն են, հեսա քննարկենք, թե ինչ է նշանակում կայունություն, երկրորդ հարցը, որ առաջանում է, ինչ անկյան տակ են այս հատումները տեղի ունենում։ Եթե ունենք կրիտիկական կետ, որը մաքսիմումի կետ է, կամ ոչ մաքսիմում է, ոչ մինիմում, այդ դեպքում իհարկե երկրորդ տածանցյալը կդառնա 0, բայց այդ դեպքը չենք նայում մենք միշտ ենթադրում ենք, որ երկրորդ տածանցյալը 0 չի, այսինքն կամ մաքսիմում է, կամ մինիմում։ Հուսով եմ բոլորն են հիշում, որ եթե ունենք ուշտրիխ x-ը հավասար է 0 ու երկրորդ տածանցյալը 0 չի, ապա ինքը կամ մաքսիմում է, կամ մինիմում։ Մաքսիմումը համապատասխանում է այն դեպքին, երբ որ երկրորդ տածանցյալը փոքր է 0-ից, մինիմումը այն դեպքին, երբ որ երկրորդ տածանցյալը մեծ է 0-ից։ Շատ լավ, ուրեմն հիշենք նախ թե ինչ է նշանակում կայունություն։
ուրեմն սահմանում ուրեմն սովորական դիֆերենցիալ հավասարումների դասվածին կայունության երկու հասկացություն ենք ներմուծել, այսինքն այս դասվածի չէ, ընդհանրապես դիֆերենցիալ հավասարումների դասվածին ամենահիմնական հասկացությունն է, երկու շատ հասկացություններ կան, բայց ամենահիմնականը, ուրեմն եթե ունենք դիֆերենցիալ հավասարում, x կետով հավասար է ընդհանուր դեպքն եմ գրում vx, x-ը ենթադրում ենք պատկանում է ինչ-որ RD-ին, v-ն բնականաբար ողորկ վեկտորական դաշտ է, ունենք ինչ-որ մի կետ, որտեղ վեկտորական դաշտը դառնում է 0։ Այդ դեպքում բնականաբար մենք մի մասնավոր լուծում ունենք։ Phi0-ն նույնաբար հավասար է x0-ի, որովհետև եթե տեղադրում ենք սրա մեջ, սա հավասար է 0-ի, քանի որ ենթադրել են vx0 0 է, սա էլ հավասար է 0-ի, քանի որ ինքը հաստատում է։ Ուրեմն կասենք, որ x0-ն կայուն է Լյապոնովի, եթե տեղի ունի հետևյալը, եկեք սկզբից այս ձևով գրեմ, ուրեմն ցանկացած էպսիլոնի համար գոյություն ունի դելտա դրական թիվ, այնպես որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է x0 կենտրոնով եւ դելտա շարավղով գնդի մեջ, նախ եկեք ասենք այստեղ գրեմ ավելի ճիշտ y, որովհետեւ x-ով նշանակել եմ լուծումները, ցանկացած y-ի համար, որը գտնվում է այստեղ, լուծումը կարելի է շարունակել մինչև պլյուս անվերջություն, ուրեմն հիշենք, որ t պլյուսով նշանակում էի լուծման որոշման տիրույթի, մաքսիմալ լուծման որոշման տիրույթի աջ ծայրակետը։ Եթե t պլյուս հավասար է պլյուս անսահմանության, նշանակում է լուծումը մինչև ցանկացած t-ի համար դրական շարունակվում է, եւ եթե վերցնում եմ սուպրեմում t-ն մեծ է 0-ից, համապատասխան լուծումն եմ վերցնում phi ty եւ համեմատում եմ phi0-ի հետ։ Ապա սա փոքր է էպսիլոնից։ Կամ ուրիշ կերպ ասած, այս նույնն է, որ ասենք phi ty-ը զուգամիտում է phi0 t-ին, հավասարաչափը t-ի, իրականում սա իզուր գրեցի phi0 t, չգիտեմ ինչի սա phi0 t գրեցի, պետք է գրել պարզապես x0, phi ty-ը զուգամիտում է x0-ին հավասարաչափ ըստ t-ի, երբ y-ը ձգտում է x0-ին։ Այսինքն ունեմ լուծում, որը հաստատուն է եւ հավասար է x0-ին։ X-ից նկարենք։ T-ն է, x-ն է, ինչ-որ մի կետ ունենք, որտեղ լուծումը հաստատուն է։ Լուծումը կայուն է Լյապոնովի, եթե ինչ շրջակայք էլ վերցնեմ այս լուծման համար, ու վերցնեմ ցանկացած սկզբնական պայման, որը գտնվում է այս փոքր կարող եմ գտնել այլ ավելի փոքր շրջակայք,
մեզ էպսիլոն շրջակայքներ, կարող եմ գտնել L ավելի փոքր շրջակայք, ասենք դելտա շրջակայք, այնպես որ եթե լուծումը սկսում է դելտա շրջակայքում, ապա ինքը միշտ մնում է էպսիլոն շրջակայքում։ Ես չեմ ասում, որ ինքը ձգտում է x0-ին, բայց ինքը մնում է այդ շրջակայքում։ Ուրեմն այս դեպքում կասենք, որ լուծումը կայուն է Սլյապունովի։ Կայունության երկրորդ հասկացությունը հետևյալն է։ Ուրեմն կասենք, որ x0-ն ասիմպտոտիկ կայուն է, եթե x0-ն կայուն է Սլյապունովի, եւ գոյություն ունի շրջակայք, այնպես որ ցանկացած y-ի համար այդ դելտա շրջակայքից dx0 դելտան phi y-ը ձգտում է x0-ի, երբ տեն ձգտում է անսահմանության։ Ուրեմն կայունության երկու հասկացություն։ Մեկը կայունությունը Սլյապունովի, մյուսը մի քիչ ավելի ուժեղ տարբերակ, կայունությունը Սլյապունովի գումարած այս երկրորդ պայմանը։ Գումարած երկրորդ պայմանը, որ ասում եմ, որ եթե y-ը բավականաչափ մոտ է սկզբնական կետին, ապա համապատասխան հետագիծը ձգտում է x0-ին։ Ուրեմն հեշտ է հասկանալ, որ եթե ունենք կայունություն Սլյապունովի, պարտադիր չի, որ ունենանք կայունություն ասիմպտոտիկ կայունություն։ Օրինակ, եթե վերցնենք, գտնենք օրինակ, վերցնենք այս վեկտորական դաշտը, կամ նույնիսկ միջապանի տարածության մեջ, իզուր եմ բարձրացնում, վերցնում ենք x կետովը հավասար է 0-ի։ Այդ դեպքում օրինակ x0-ն հավասար է 0-ի անշարժ կետ է, հեշտ է հասկանալ, որ ինքը կայուն է Սլյապունովի, բայց ասիմպտոտիկ կայուն չի։ Նույնը կարելի անել բազմաչափ դեպքում բնականաբար։ Այսինքն կայունությունը Սլյապունովի չի հետևում ասիմպտոտիկ կայունություն։ Կարող է թվալ, թե սրանից հետևում է կայունությունը Սլյապունովի, իրականում չի հետևում, եթե չընդհանրենք, որ այս զուգամիտությունը հավասարաչափ է y-ի։ Այսինքն phi y-ը ձգտում է x0-ի, հավասարաչափ y-ի, երբ y գտնվում է x0-ի փոքր շրջակայքում։ Այդ դեպքում սրանից կարելի է հեշտությամբ դուրս բերել կայունությունը Սլյապունովի եւ հետեւաբար կստանանք ասիմպտոտիկ կայունություն։ Բայց ընդհանրապես ասած, ճիշտ չի, որ եթե ունենք սա, ապա ունենք կայունություն Սլյապունովի։ Պետք է ասիմպտոտիկ կայունության համար երկու պայմաններ անհրաժեշտ են։ Բայց այդ առանձնապես կարևոր չի մեզ համար, մեզ համար հիմա հետաքրքիր հետևել հարցը։ Ուրեմն այս ազատության մեկ աստիճանով պահպանողական համակարգերը ունեն ստացիոնար կետեր։ Ստացիոնար կետերը նրանք են, որոնք համապատասխանում են էներգիայի կրիտիկական մակարդակին։ Հարց. արդյոք այդ ստացիոնար կետերը կայուն են, կամ Սլյապունովի, կամ ասիմպտոտիկ։ Ուրեմն առաջին դիտարկումը այն է, ուրեմն հարց, լավ եկեք գրենք այդ բանը, հարց։ Արդյոք ստացիոնար կետերը կայուն են։ Ուրեմն առաջի դիտարկումը այն է, որ կայունություն ըստ Լյապունովի ասիմպտոտիկ կայունություն չի կարող լինել։ Ասիմպտոտիկ կայունություն չի կարող լինել։
Ուրեմն չի ասիմպտոտիկ կայունություն չի կարող լինել, վերցնենք էներգիայի այդ կրիտիկական մակարդակը, այսինքն ենթադրենք, որ E0-ն համապատասխանում է ինչ-որ կրիտիկական կետին։ Այսինքն այս E0-ն հավասար է 1/3 1/3 չէ, E0-ն հավասար է UX0-ի, որտեղ U'(x0) հավասար է 0-ի։ Հիմա երբ վերցնում ենք մի ուրիշ սկզբնական պայման, կամ եկեք այս բանը նշանակենք x-ով, որ x0-ն մնա մեր բանի համար։ Ենթադրենք E0-ն հավասար է x-ի, ընդ որում U'(x-ին հավասար է 0-ի։ Մենք կարող ենք վերցնել սրան շատ մոտ սկզբնական պայման, այսինքն x0 հանած x-ին ինչքան ասես փոքր է, քանի որ ենթադրել եմ, որ երկրորդ հատանցյալը 0 չի, նշանակում է այս ֆունկցիան հաստատուն չի, այսինքն այս եթե նկարեմ UI գրաֆիկը, ինքը կամ այս տեսք ունի, կամ այս տեսք ունի։ Քանի որ ես ենթադրել եմ, որ կրիտիկական կետը չվերասերվող է։ Այսինքն x-ին ինչքան ասես մոտ կան կետեր, այնպես որ ուն այդ x0-ում հավասար չլինի E0-ի։ Այսինքն սրան համապատասխանող պոտենցիալ էներգիան լինի տարբեր։ Հիմա եթե ասիմպտոտիկ կայուն է, ուրեմն եթե x-ի 0 կետը ասիմպտոտիկ կայուն է, լավ եկեք կարճ գրեմ, հա, ասիմպտոտիկ կայուն է, ապա ցանկացած x0-ի համար, որը բավականաչափ մոտ է x-ին, ես պետք է ունենամ սա, զուգամիտություն, պետք է համապատասխան լուծումը, վերցնում եմ լուծում, որը համապատասխանում է x0 և 0 սկզբնական պայմանին, սա պետք է զուգամիտի x-ի 0-ի։ Մասնավորապես, եթե ես վերցնում եմ այս լուծմանը համապատասխանող էներգիան, այստեղից հետևում է, որ 1/2 YT քառակուսի գումարած U x-t-ն, ուրեմն սին բաղկացած էր երկու կոորդինատից, x-t և y-t։ Ուրեմն սա պետք է ձգտի սրան համապատասխանող էներգիային, պետք է ձգտի E0-ին։ Բայց սա մեր էներգիան էր համապատասխանում էր մեր լուծմանը, ու ես գիտեմ, որ Y-ն տարբեր էր E0-ից։ Y-ն, որը հավասար է U x0-ի, ինքը տարբեր է E0-ից։ Ու բացի դրանից ինքը հաստատուն է, հետևաբար նման բան տեղի ունենալ չի կարող։ Այսինքն, պահպանողական համակարգերում էներգիայի պահպանման օրենքից հետևում է, որ ասիմպտոտիկ կայունություն լինել չի կարող։ Շատ լավ, հիմա հարցեցակում իսկ կա արդյոք կայունությունը Սլյապունովի։ Ուրեմն այդ հարցի պատասխանը տալիս է հետևյալ թեորեմը, որը խնդիր է Արնոլդի գրքի մեջ։ Ուրեմն ես կարող եմ լրիվ մանրամասները չտամ բանի, ապացույցի, բայց հիմնական մտահղացումները կունենաք ու պետք է մանրամասն գրել լուծումը։ Ուրեմն թեորեմ։ Ուրեմն հիշեցնեմ, որ երբ ասում ենք կրիտիկական կետ, նկատի ունենք չվերասերվող կրիտիկական կետ, այսինքն երկրորդ հատանցյալը 0-ից տարբեր է։ Ուրեմն եթե երկու մասից է բաղկացած, եթե x-ին U-ի մինիմում է, ապա x-ի 0 կետը կայուն է Սլյապունովի։
Լյապոնովի։ Եվ երկրորդ մասը եթե քսին ուի մաքսիմում է, ապա քսի 0 կետը կայուն չի Լյապոնովի։ Մի հատ ապացույց առաջ մի հատ նայենք մեր այս ֆազային կորերը ինչ տեսք ունեին։ Ուրեմն այս կայուն կետ էր, որտեղ մինիմում էր էներգիայի, սա էլ ենթադրում ենք, որ անկայուն է, որովհետև մաքսիմում է։ Ուրեմն կայունության համար քիչ թե շատ պարզ է, թե ինչ է տեղի ունենում։ Եթե մենք սկսում ենք ինչ-որ մի մակարդակից էներգիայի, ապա ամբողջ հետագիծը մնում է սրա մեջ։ Այսինքն մենք ունենք փակ հետագիծ, ու եթե մենք քանի որ հետագծերը չեն կարող հատվել, եթե մենք սկսում ենք ներսում, ինքն մնալու է ներսում։ Այսինքն ստեղ քիչ թե շատ պարզ է, թե ինչ է տեղի ունենում, մի քիչ ավելի պակաս պարզ է, թե ինչ է տեղի ունենում ստեղ։ Ստեղ մենք ենթադրում ենք, որ պետք է լինի, այսինքն թեորեմը ասում է, պետք է լինի ըստ Լյապոնովի ոչ կայուն կետ, այսինքն պետք է ցույց տանք, որ ինչքան էլ մենք մոտ լինենք, սկզբնական պայմանը մոտ լինի սրան, մենք չենք կարող մնալ տրված ինչ-որ շրջակայքում։ Այդ չի նշանակում, որ բոլոր կետերը դուրս կգան, ասենք շատ շուտով կտեսնենք, որ այսինքն մենք ստեղ ես չեմ հիշում, նախորդ անգամ արեցինք թե չէ, այս հետագծերի վրա ինչ-որ շարժման ուղղություններ կան։ Եթե մենք գրում ենք վեկտորական դաշտը, որ մեր վեկտորական դաշտը S էր y եւ մինուս ու շտրիխ x, նշանակում է, որ եթե y-ը մեծ է 0-ից, x կոորդինատը 0-ից մեծ է, այսինքն շարժումը տեղի կունենա այս ուղղությամբ։ Վեկտորական դաշտի x կոորդինատը 0-ից մեծ է, իսկ եթե փոքր է, ապա x կոորդինատը 0-ից փոքր է, շարժումը կլինի այս ուղղությամբ։ Եվ նույնն էլ ստեղ, փաստորեն x կոորդինատը վեկտորական դաշտի 0-ից մեծ է գնում է այս կողմ, ստեղ գնում է այս կողմ։ Այսինքն նայելով այս նկարին կարող ենք ենթադրել հետևյալը, որ եթե մենք պատահաբար ընկել ենք այս ուղի վրա, ուղիղ չէ իրականում ինչ-որ կորի վրա, ապա մենք ձգտելու ենք այս կետին, բայց եթե դրանից դուրս ենք, օրինակ այս մյուսի վրա ենք, ապա չենք ձգտելու այդ կետին, ու ընդհանրապես ինչքան են մոտ լինենք, վերջը դուրս են գալու ցանկացած շրջակայքից, եւ նույն բանը տեղի ունենում նաեւ եթե մենք չենք գտնում, այս գծերը կոչվում են բաժանարար գծեր, եթե մենք բաժանարարների վրա չենք գտնվում, որտեղ էլ լինենք, մոտավորապես սա է տեղի ունենալու, կամ եթե ստեղից գնանք, այս սա է տեղի ունենալու։ Հիմա փորձենք այդ ամեն ինչը բանաձևերով ապացուցել, ուրեմն սկսենք A-ից, ուրեմն ապացույց, ամեն ինչ հետևում է էներգիայի պահպանման օրենքից։ Ունենք եզրոն, հիշեցնեմ, որ եզրոն մինիմում է, այսինքն եթե մենք վերցնում ենք քսի x0-ին մոտ սկզբնական պայման, եթե x0, y0-ն քսի 0-ին մոտ է, ապա համապատասխան էներգիան E x0 y0 չի կարող եզրոյից փոքր լինել։ Ինչի, որովհետև այս Y-ն հավասար է 1/2 y0 քառակուսի գումարած ու x0, բայց ու x0 մենք հաստատ գիտենք, որ ինքը խիստ մեծ է ու քսիից, քանի որ քսին մինիմումի կետ էր ու մենք ենթադրել ենք, որ ինքը չվերասեռող է։ Իրականում սա ես կարող էի խիստ
անհավասարության նշան դնել։ Ուրեմն քսի 0-ին բավականաչափ մոտ սկզբնական պայմանների համար համապատասխան էներգիան ավելի մեծ է Y0-ից, ու դե մենք ինչ ենք ուզում ապահովել, ուզում ենք ապահովել, որ եթե այս բավականաչափ մոտ է, այսինքն սա տեղի ունի, լուծումը մնալու է այս լուծմանը մոտ։ Սա մեր լուծումն է, լուծումը մնալու է դրա մոտ։ Դրա համար գրում ենք էներգիայի պահպանման օրենքը։ Ինչ է ասում։ Ասում է, որ ունենք սա 1/3 y քառակուսի գումարած ux, այստեղ y ասելով նկատի ունեմ y-t, x ասելով նկատի ունեմ x-t, այս հավասար է y-ի ու իհարկե ինչ ունենք։ Ունենք, որ ուրեմն ստեղից ինչ է եթերում, ստեղից եթերում որ y քառակուսին հավասար է 2 անգամ y հանած ու x, եկեք մի պահ ենթադրենք, որ y0-ն հավասար է 0-ի։ Եթե y0-ն հավասար է 0-ի, ապա y-ն հավասար է ու x0-ի, ու եթե տարբերությունը y հանած y0-ն նշանակենք էպսիլոնով, ապա կունենանք հետևյալը, սա կլինի փոքր կամ հավասար 2 անգամ y իհարկե, ուզում ասել, որ սա ավելի փոքր է, քան թե 2 անգամ y հանած y0-ն։ Արդյոք սա ճիշտ է։ Մենք ինչ գիտենք, որ այս հաստատուն է, սա հաստատուն է, y-ն հաստատուն է մնում, y քառակուսին հավասար սրան, սկզբնական պահին ու x0-ն հավասար էր y-ի, իհարկե։ Այսինքն ինչ ունենք, ունենք, որ ու x-ը ինքը ինչ-որ մի փոքր շրջակայքում ունի հետևյալ տեսքը ու x0, որը հավասար է y0-ի, գումարած 1/3 ու 2 շտրիխ քսի ու x0 չէ, ու քսի x0 ու x հանած քսի քառակուսի գումարած փոքր o x հանած քսի քառակուսի։ Սա ունենք։ Բայց մյուս կողմից այս հավասարումից մենք ստանում ենք, որ ու x-ը փոքր կամ հավասար է y-ից։ Ճիշտ է, մի կողմից սա ունենք, մյուս կողմից ունենք, որ ու x-ը փոքր կամ հավասար է y-ի։ Այսինքն ինչ ենք ստանում։ Եկեք այս հավասարումը գրենք։ Գրենք, որ սա փոքր կամ հավասար է y-ից։
Այսինքն ստանում ենք 1/2 ստանում ենք եզրո, գումարած 1/2 ու 2 շտրիխ քսի, եկեք սա նշանակեմ այով, որը կլինի դրական թիվ, քան որ մինիմում է, x հանած քսի քառակուսի, գումարած կամ 2 այով նշանակեմ, սա ոչ հետո գրեմ բան, փոքրո x հանած քսի քառակուսի, ես գիտեմ, որ սա էներգիայի պահպանումից հետո սա փոքր կամ հավասար է y-ից, բայց այս գումարը ես կարող եմ ասել, որ ինքը ավելի մեծ կամ հավասար է, քան որ ստեղ փոքրո է, ինքը ավելի մեծ կամ հավասար է, եթե այս երկու անբաժանեմ 2-ի կստացվի a, կստացվի a անգամ x հանած քսի քառակուսի։ Այսինքն ինչ եմ ստանում, ստեղից ստանում եմ հետևյալը, x հանած քսի քառակուսին, ինքը փոքր կամ հավասար է, 1 բաժանած a, y հանած եզրո։ Սեղ կարող է պարզապես պարակ ձեր դնել։ X հանած քսի քառակուսի մեծ փոքր հավասար է 1 բաժանած y հանած եզրո։ Այսինքն եթե սկզբնական տարբերությունը, իրականում այս պայմանը սրա կարիքը չկար։ Եթե x0-ն, y0-ն մոտ են քսի 0-ին, հետևաբար y-ն էլ մոտ է y0-ին, ես ստանում եմ x հանած քսին պետք է փոքր լինի սրանից։ Այսինքն ցանկացած էպսիլոնի համար, եթե x0-ն բավական մոտ է քսի 0-ին, ապա ես ստանում եմ, որ տարբերությունը կլինի փոքր տրված էպսիլոնից, եթե x0 հանած քսին փոքր է դելտայից։ Ուրեմն ցանկացած էպսիլոնի համար ես կարող եմ գտնել այնպիսի դելտա, որ x-t հանած քսին կլինի փոքր էպսիլոնից, եթե սկզբնական պայմանը x0 հանած քսին եղել է դելտայից փոքր։ Հիմա եթե ունեմ սա, նայում եմ նորից էներգիայի պահպանման օրենքին, y հանած x0-ն նույնպես կլինի փոքր, քան որ un անընդհատ ֆունկցիա է, y հանած x0-ն կլինի փոքր, քան որ x-t-ն մնում է շրջակայքում։ Հետևաբար y քառակուսին կլինի ավելի, ինքը մի կողմից հավասար էր y քառակուսին, որ հավասար է y հանած ու x, բայց ես ու x-ը մնում է որտեղ, քանի որ x-ն քսիին մոտ է, ու x-ը մնում է եզրոյի եւ եզրո գումարած ինչ-որ մի փոքր թիվ, ասենք ալֆա, որը կախված է մեր դելտայից։ Հետևաբար y քառակուսին էլ, եթե մեր սկզբնական y-ն մոտ է եզրոյին, էլի կլինի մի հատ ինչ-որ փոքր ինչ-որ մի թվից։ Փոքր կամ հավասար ինչ-որ մի ուրիշ, ասենք, չգիտեմ, էպսիլոն 1 կախված դելտայից։ Մի խոսքով, ուզում եմ համոզեցի, որ եթե սկզբնական պայմանները մոտ են լինում, սկզբնական պայմանները մոտ են քսի 0 կետին, ուրեմն նախ ստանում ենք, որ x-ը պետք է մոտ մնա քսիին, հետո դրանից հետո էլ ստանում ենք, որ y-ն է լինում մոտ 0-ին։ Իհարկե լուծումը մի քիչ մաքուր չէր, բայց մտահղացումները ստեղ են բոլորը։ Առաջի քայլը, ուրեմն հիմնական դիտարկումն է, որ un բավարարում է այս սրան։ Քանի որ ես ենթադրել եմ, որ un ու-ի կրիտիկալ կետերը չվերասերվող են, S լինում է խիստ դրական, որը հնարավորություն է տալիս un գնահատել ներքևից։ Բայց մյուս կողմից ունենք պահպանման օրենքը, նշանակում է էներգիայի պահպանման օրենքը։ Նշանակում է այս ամեն ինչ պետք է փոքր լինի y-ից,
ու ստանում ենք գնահատական x հանած x-ի համար։ Շատ լավ, այս ուրեմն առաջի մասն էր, արդյոք կան հարցեր։ Լավ, եթե չկան հարցեր, անցնենք երկրորդ մասին։ Ուրեմն B կետը ասում է, որ եթե կրիտիկական կետը մաքսիմում է, ապա անկայուն է։ Ուրեմն անում ենք մոտարապես նույն բանը, գրում ենք ըստ էության մենք ինչ արեցինք, մենք հայմատեցինք ուն կարակուսային ֆունկցիայի հետ, այսինքն մենք ասեցինք, որ կարող ենք ընտրել, որ ուն փոքր շրջակայքում ունի այս տեսքը, որտեղ ասենք, որ այս սրան ենթարկվում է։ Հիմա այդ նույն բանն ենք անում, բայց հիմա արդեն սա կլինի բացասական։ Ուրեմն գրում ենք այդ հավասարումը, այդ նորից ուրեմն ux-ը հավասար է ux-ի, որը հավասար է y0-ի։ Այստեղ արդեն եկեք դնեմ մինուս, որովհետև ես ուզում եմ, որ ինքը լինի, որտեղ ես գիտեմ, որ ինքը բացասական է, եկեք մի անգամից գրեմ անհավասարությունը։ Ստացվի ux-ը ինքը կլինի փոքր կամ հավասար, նախորդ անգամ մեծ կամ հավասար էր, հիմա ինքը կլինի փոքր կամ հավասար, ux-ի հանած ինչ որ մի դրական թիվ, ասենք b, x0 x հանած x-ի քառակուսի։ x հանած x-ի քառակուսի։ Ուրեմն x-ը փոքր կամ հավասար է սրանից։ Հիմա եկեք գրենք, թե ինչ է տեղի ունենում, ստեղ մեր մտահղացումը որն էր, որ այս y-ը պետք է հեռանա, լուծումը պետք է հեռանա ստեղից, այսինքն եկեք գտնենք, թե արագության հետ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն x կետովը քառակուսին ինքը հավասար է երկու անգամ y հանած ux։ Բայց փոքր շրջակայքում, սկզբնական կետում մենք սկզբնական պահին մենք գտնում ենք փոքր շրջակայքում, մենք կարող ենք գրել հետևյալը, որ այս, քանի որ ուն վերևից գնահատվում է, այս գնահատվում է ներքևից։ Մեծ կամ հավասար է երկու անգամ y հանած y0 եւ գումարած b x հանած x-ի քառակուսի։ Հիմա y հանած y0-ն ես կարող եմ վերցնել այնպես, որ ինքը լինի դրական։ Մի րոպե, մի հատ կարի նայենք։ Y հանած y0-ն ես կարող եմ նայեցանել, որ ինքը լինի դրական։ Այո, ես y հանած y0-ն ես կարող եմ նայեցանել, որ ինքը լինի դրական, քանի որ կվերցնեմ x-ը x0-ն x-ին մոտ, ես կարող եմ վերցնել իրան փոքր, բայց վերցնեմ y0-ն ոչ 0։ Այսինքն ես կարող եմ վերցնել նենց, որ y-ն հավասար լինի y0-ի։ Վերցնում եմ ցանկացած x0-ը, որը մոտ է x-ին, տարբերությունը կլինի փոքր, եւ վերցնում եմ համապատասխան y0։ Ես կարող եմ y0-ն վերցնել նենց, ինչքան ասես մոտ կետեր կան x0-ին, նենց որ այս հավասար լինի 0-ի։ Այդ դեպքում ինչ եմ ստանում։ Այդ դեպքում ստանում որ x կետով քառակուսին մեծ կամ հավասար է 2b x հանած x-ի քառակուսի։ Հիմա եթե x-ը ասենք մեծ է x0-ից, եթե x-ը մեծ է x0-ից, քանի որ
x կետովը սկզբնական պահին y0-ն է, որը մեծ է 0-ից։ Ես ինչ կարող եմ ասել։ Ես կարող եմ ասել, որ քանի դեռ ճիշտ է այս անհավասարությունը, իսկ սա ճիշտ է, երբ x անած քսին փոքր կամ հավասար է ինչ-որ դելտայից, ուրեմն քանի դեռ ճիշտ է այս անհավասարությունը, ճիշտ է սա, եւ հետեւաբար x կետովը 0 չի դառնում, հետեւաբար ստեղից ստանում եմ, որ քանի դեռ լուծումը մնում է այդ շրջակայքում, ճիշտ է սա, x կետովը կլինի մեծ կամ հավասար քառակուսի արմատ 2b x անած քսի։ Բայց ես ինչ է, ես դիֆերենցիալ անհավասարություն է, որը հեշտությամբ կարող եմ լուծել, ստեղից ստանում եմ, որ x անած քսին կախված թեից մեծ կամ հավասար է այդ սկզբնական պահին, x0 նույն աբսոլյութիոն սկզբնական պահին, x0 անած քսի, բաժանված y-ի քառակուսի արմատ 2b անգամ t։ Ու հետեւաբար ցանկացած տրված շրջակայքից այս դուրս է գալիս ինչ-որ մի պահի։ Հուսով եմ մտահղացում պարզ էր, ուրեմն առաջադրանքը այն է, որ պետք է այս լուծումը մանրամասն գրել, հասկանալ թե ինչ է տեղի ունենում։ Իրականում ինքը բարդ չի, բայց պետք է ուղղակի համբերություն ունենալ ու գրել բոլոր մանրամասներով։ Օրինակ, ստեղ ես ասացի հետևյալը, ունենք այս դիֆերենցիալ անհավասարությունը, ապա ճիշտ է սա։ Այս նորմալական այդ չի, ես պետք է հասկանալ թե ինչու։ Այսինքն, եթե հետևել եք դիֆերենցիալ հավասարների դասընթացին, այս ինչ-որ մի պահ հայտնվում է, բայց ընդհանրապես ասած, սա բացել է պետք։ Սա մի ուրիշ փաստարկ կար, որ ասեցին, քանի դեռ լուծումը գտնվում է այս շրջակայքում, որտեղ ճիշտ է սա, կարող են գրել այս անհավասարությունը։ Այդ էլ է պետք ասել, թե ինչ նկատի ունենք։ Այսինքն, ներմուծում ենք t, որը մինիմալ կետն է, երբ լուծումը դուրս է գալիս այս շրջակայքից, ու մինչև այդ կետը գրում ենք այս անհավասարություն եւ այլն։ Այսինքն փոքր պահեր կան, որը պետք է հստակեցնել։ Ուրեմն առաջի խնդիրն էր այս մեր բանի, արդյոք սրա մասին հարցեր ունեք։ Ամեն ինչ պարզ էր, այսինքն մտահղացումների մակարդակով ամեն ինչ պարզ էր։ Այո։ Շատ լավ, եթե պարզ էր, անցնենք առաջ։ Ուրեմն մի հատ նորից վերադառնանք Մի հատ նորից վերադառնանք այս մեր տեսի բանին, ուրեմն ստեղ հասկացանք, որ սրան համապատասխանող այս կետը կայուն է Սլյապունովի, այս մեկը կայուն չի Սլյապունովի։ Մի բնական հարց կարող է առաջանալ, ինչ ժամանակ է անցնում, երբ ասենք այս մի կետից, նույն հետաքրքիր վրա գտնվող մի կետից անցնում է մյուսը։ Կամ ինչի հավասար, ստեղ մենք հասկացանք, որ ցանկացած մակարդակային կոր նաև ֆազային կոր է, ու բնականաբար այս կլինի պարբերական, հարց ինչի հավասար այս պարբերությունը։ Ուրեմն դրա մասին կապացուցենք հետևյալ երկու արդյունքը։ Ուրեմն թեորեմ Ուրեմն դիցուկ վերցնենք երկու կետ, որոնք գտնվում են նույն հետագծի վրա։ Հիմա պետք է մի քիչ
զգույշ լինեն, որովհետև նույն հետաքրքրի վրա երկու կետ կարող է երկու տարբեր կետեր կարող է նույն x կոորդինատ ունենալ։ Գրենք հետևյալ ձևով. դիցուք x1 y1 եւ x2 y2 կետերը գտնվում են նույն հետաքրքրի վրա ընդ որում y1 y2-ը երկուսն էլ մեծ են 0-ից կամ երկուսն էլ փոքր են 0-ից։ Ապա մեզ տողնի առաջին մասը ապա x1-ից x1-ից x2 ֆազային կետը անցնում է անուն դնենք x1 x2 ուրեմն նայում ենք եկեք նայենք երբ ինքը գտնվում է վերևում քանի որ ոչինչ չեմ ասել բանի մասին թե ով է ավելի մեծ x1 x2 դնենք պետք է դնել բան բացարձակ արժեքի նշան ուրեմն ինտեգրալ x1-ից x2 dx քառակուսի արմատ 2 e հանած ու x Մեզ առաջին մասը, երկրորդ մասը դիցուք yen ու-ի ոչ կրիտիկական արժեք է, ապա ուրեմն 1 երկրորդ y քառակուսի գումարած x-ը հավասար է e մակարդակային կորի վրա գտնվող պարբերական լուծումը, ցանկացած պարբերական լուծման, որտեղ կարող է մի քանի հատ լինի, ցանկացած պարբերական լուծման պարբերությունը հավասար է հետևյալ արտահայտությանը, տեն հավասար է ինտեգրալ 2 անգամ x մինուսից x պլյուս dx քառակուսի արմատ 2 e հանած ու x, որտեղ x մինուս x պլյուսը ու x-ը հավասար է e հավասարման լուծումներ են։ Մի հատ նորից հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Երադառնանք այսպես նկարին։
Ուրեմն, եթե մենք ունենք y-ի ոչ կրիտիկական արժեք, ապա լուծումը կարող է լինի պարբերական, բայց կարող է նաև չլինի պարբերական։ Մեկ ես մեկը պարբերական չէր։ Եթե մենք ունենք երկու կետ, որոնք գտնվում են մակարդակային կորի վրա ու պատկանում են նույն հետագծին։ Կարող է գտնվեն մակարդակային կորի վրա, բայց չպատկանում են նույն հետագծին։ Մեկ ես մեկը սխալ կետ ավարտեցի։ Այս մեկը սրանց հետ նույն մակարդակային կորի վրա էր, քանի որ վերցրել էի այս մակարդակը։ Բայց մեկից մյուսը հասնել հնարավոր չի, որտեղ իրենք գտնվում են տարբեր ֆազային կորերի վրա։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը, որ եթե մենք ունենք երկու կետ, որոնք գտնվում են նույն հետագծի վրա, ու ասենք երկուսն են գտնվում են վերևի կիսահարթության մեջ կամ ներքևի կիսահարթության մեջ։ Այդ դեպքում x1-ից x2 անցնելու համար անհրաժեշտ է այսքան ժամանակ։ Անգամ ստեղ բացարձակ արժեքը մոռացել եմ փակել, բացարձակ արժեքը պետք է նրա համար, քանի որ ես չգիտեմ, այս ինտեգրալի արժեքը դրական կլինի թե բացական, x1 x2-ի մասին ինֆորմացիա չկա։ Ուրեմն երկրորդ մասը ասում է հետևյալը, որ եթե ես ունեմ u-ի ոչ կրիտիկական արժեք, ուրեմն եթե u ոչ կրիտիկական արժեք է, իհարկե կարող է կրիտիկական արժեքին էլ համապատասխան պարբերական հետագից լինի։ Բայց որպեսզի նման հարցեր չառաջանան, եկեք վերցնենք ոչ կրիտիկական արժեք, այդ դեպքում այս ինտեգրալի զուգահեռության մասին հարցեր չեն առաջանում, քանի որ ստեղ ինքը բնականաբար ինչ-որ մի կետ x մինուսում էլ, x պլյուսում էլ սինգուլյար է, բայց ինքը կառակուսի արմատ x-ի պես է սինգուլյար, հետևաբար ինտեգրալ զուգամիտում է։ Ուրեմն նայում եմ այս մակարդակային կորի վրա գտնվող ցանկացած պարբերական լուծում։ Ուրեմն այս մակարդակային կորի վրա կարող է լինի ոչ պարբերական լուծում, բայց ես նայում եմ պարբերականը։ Այդ դեպքում, քանի որ պարբերական լուծում է, այս հավասարումը կունենա հենց ուղիղ երկու լուծում, x մինուս եւ x պլյուս, եւ պարբերությունը գտնելու համար եկեք ստագրեմ, որ x մինուսը փոքր է x պլյուսից, պարբերությունը գտնելու համար պետք է պարզապես վերցնեմ այս ինտեգրալը։ Արդյոք ձևակերպումը պարզ է։ Այստեղ ոչ մի երկիմաստություն չկա։ Շատ լավ, ուրեմն ապացույց։ Սկսենք առաջի մասից, բայց իրականում առաջի մասում համարյա բան չունենք ապացուցելու, քանի որ արդեն իսկ մենք ստացել ենք հետևյալ հավասարությունը։ Ուրեմն էներգիայի պահպանման օրենքից մենք միանգամից ստանում ենք հետևյալը. x կետով քառակուսին հավասար է 2 անգամ քառակուսի արմատ, երկուս պետք է գնա քառակուսի արմատի տակ։ Չէ, եթե քառակուսին է, քառակուսի արմատ չկա։ Ուրեմն 2 անգամ e հանածու x։ Ես ունեմ այս կորի վրա գտնվող երկու կետ, x1 y1 եւ x2 y2։ Հիմա նկատեցի, որ պաստորեն ինչ-որ ձևով պետք է հիմնավորել, որ եթե ես վերցնում եմ երկու կետ, ապա կարող եմ սրանք միացնել հետագծի մի հատվածով, որը միշտ մնում է y-ը մեծ է 0 կիսահարթության վրա։ Լավ, քանի որ այդ մասին չեմ մտածել նախորդ, չփորձեմ հիմա բան անել, չփորձեմ տեղում գտնել ապացույցը, ուրեմն ես պնդում եմ, որ եթե ունեմ երկու կետ, որոնք բավարարում են հետևյալ պայմանին, y1 եւ y2-ը մեծ են 0-ից, ապա այս երկու կետը կարող եմ միացնել y-ը մեծ է 0-ից հարթության մեջ գտնվող ֆազային կորի հատվածով։
Սա x1-ն է, սա x2-ն է։ Ես պնդում եմ, որ ես իրենց կարող եմ միացնել այս վերևի կիսահարթության մեջ գտնվող ֆազային կորով։ Ասեմ, չեմ մտածել նախորդ թե ինչի է սա ճիշտ, նկարից հետևում է, բայց նկար բավարար չի, պետք է հասկանալ թե ինչի է սա ճիշտ, բայց եթե դա ճիշտ է, ապա այս հավասարությունից միանգամից ստանում ենք հետևյալը, որ x կետովը, քանի որ ինքը դրական է մնում, x կետովը հավասար է քառակուսի արմատ 2 անգամ e հանածու x։ Դե սա էլ սովորական դիֆերենցիալ հավասարում է անջատվող փոփոխականներով, կարող ենք ասել, որ տեն t2 հանած t1-ը հավասար է ինտեգրալ x t1-ից x t2 dx-ը բաժանած քառակուսի արմատ 2 e հանածու x։ Ուրեմն սա ճիշտ է ցանկացած t2 t1-ի համար, վերցնենք n t2 t1-ը, որոնք համապատասխանում են հենց այս երկու ֆազային կետերին։ Այդ դեպքում x t1-ը հավասար կլինի x1-ի, x t2-ը հավասար կլինի x2-ի։ Ձախ կողմում կստացվի այն ժամանակը, որը անհրաժեշտ էր t1-ից t2 գնալու համար։ Արդյոք պարզ է սաբաթույցը։ Պարզապես լուծեցինք սովորական դիֆերենցիալ հավասարում։ Մի բան չարեցինք, ցույց չտվեցինք, որ եթե ունենք երկու կետ, որոնց երկրորդ կոորդինատները դրական են, այսինքն երկուսն էլ գտնվում են վերևի կիսահարթության մեջ ու գտնվում են նույն ֆազային կորի վրա, այդ դեպքում իրանց կարելի է միացնել միայն վերևի կիսահարթության մեջ գտնվող ֆազային կորով։ Մի քիչ նայելով պետք է որ հեշտ լինի, բայց այս բանին եկեք չփորձեմ ապացուցել, այդ կլինի առաջադրանքի մի մասը։ Այդ այն ինչ որ անում ենք Արնոլդի գրքի վարժություններից մեկն է։ Շատ լավ, եթե սրա մասին հարցեր չկան, անցնենք երկրորդին, իրականում երկրորդը առաջինի հետևանք է։ Մենք ունենք հիմա պարբերական լուծում, այսինքն էլի նույն խնդրի համար մենք վերցրել ենք ոչ կրիտիկական արժեք եւ ստացել ենք ինչ-որ մի պարբերական լուծում։ Իրականում ինքը սիմետրիկ է։ Ոչ շատ սիմետրիկ եղավ։ Հիմա պետք է գտնենք, թե որն է պարբերությունը։ Ուրեմն որ ինքը սիմետրիկ է, հետևում է այս հավասարումից, քանի որ x կետով է, այսինքն y քառակուսին հավասար է նույն արտահայտությանը։ Երկու արժեք կա ամեն մեկի համար։ Ուրեմն ինչ ենք անում, մենք գիտենք, որ եթե ստեղ ունենք երկու կետ, ասենք x1 եւ x2 կոորդինատներով, ապա ժամանակը այս երկուսի մեջ հավասար է այս արտահայտությանը։ t2 հանած t1, որը հավասար է x1-ից x2 dx բաժանած այս սրան։ Հիմա ես պնդում եմ, որ եթե մենք գտնվում ենք, եթե մենք ունենք պարբերական լուծում, ապա եթե ես նայեմ ու x-ը հավասար է e հավասարումը, որը այս պարբերական լուծմանը, որտեղ y-ն պարբերական լուծմանը համապատասխանող էներգիան է, այսինքն ինքը ինչ է, ինքը 1/3 y0 քառակուսի գումարած ու x0-ն է։ Ինքը հաստատում է։ Ապա այս ֆազային կորին պատկանող x-երի համար այս հավասարումը կունենա ուղիղ երկու լուծում։ Ինչի, որովհետև լուծումը չի կարող դուրս գալ ուն փոքր է կամ հավասար e միջակայքից,
ընդ որում գիտեմ, որ այս yen ոչ քրիտիկական արժեք է, այդ նշանակում է ցանկացած պահի, ցանկացած x-ի համար, որտեղ ux հավասար է y-ի, փոքր շրջակայքում, ասենք a-ից կլինի փոքր ձախից մեծ կամ հակառակը։ Կախված դրանից ազանցյալ դրական է թե բացասական։ Այսինքն իրականում ֆազային կորը այս բազմության կապակցված տար պետք է լինի։ Լավ, եկեք եւս մի անգամ ասեմ, որ չեմ ուզում ստեղ հիմա մանրամասները քննարկել, փորձեք հասկանալ, թե ինչի ֆազային կորի համար ու x հավասար է n, այսինքն նայում եմ այն կետերը, որոնք գտնվում են ֆազային կորի վրա, ու x հավասար է n ունի ուղիղ երկու լուծում։ x մինուս կամ x պլյուս։ Դե այս x մինուսն է, այս x պլյուսն է։ Հիմա այս հավասարման մեջ անցնում ենք սահմանի, երբ x2-ը ձգտում է x պլյուսի, x1-ը ձգտում է x մինուսի։ Ինտեգրալ զուգամետ է, քանի որ ես ունեմ ոչ քրիտիկական արժեք։ Սիմետրիայից ելնելով հասկանում եմ, որ եթե անցնում եմ սահմանի, երբ այդ ասած սահմանին, այսինքն x1-ը ձգտում է x մինուսին վերևից, x2-ը ձգտում է x պլյուսին ներքևից։ Այդ դեպքում ստանում ենք պարբերության կեսը։ N բաժանած 2-ը հավասար է ինտեգրալ x մինուսից x պլյուս dx քառակուսի արմատ 2 e հանածու x։ Դες տեղացած ստանում ենք մեր պահանջված բանաձևը։ Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ինձ թվում է այսօր սրանով սահմանափակվենք։ Արմալդում կան մի շարք խնդիրներ, այսինքն այդ C բաժնի գրած այն մոտ C բաժնի 1-ից 6 խնդիրները, դրանցից երկուսը մենք քիչ թե շատ մանրամասն արեցինք, մնացած 3-ը պետք է ինքնուրույն անել, մնացած 4-ը պետք է ինքնուրույն անել։ Մասնավորապես կա մաթեմատիկական ճոճանակի հավասարումը, x երկու կետով հավասար է մինուս սինուս x, այսր համար պետք է նկարել ֆազային կորերը ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ 7-րդ խնդիրն էլ այս նույնն է, գումարած ինչ-որ մի հաստատում, այս կարող եք անել, կարող եք չանել, բայց լավ կլինի հասկանալ ամանանել, բայց պարտադիր չի։ Եթե առաջի այդ 6 խնդիրները C բաժնի անեք, ապա շատ լավ է։ Շատ լավ։ Եթե հարցեր չկան, ապա սրանով այսօր սահմանափակվենք։ Ես մի հատ հարց ունեմ, էլի։ Այո։ Այն այում ինչ ասեցինք, որ վստահ չենք ու ապացուցել է պետք։ Այում հետևյալ բանն է, ուրեմն ունենք երկու կետ ֆազային կորի վրա գտնվում, այսինքն ասում ենք, որ այս երկու կետը գտնվում են ֆազային կորի վրա, ընդ որում արագությունները 0-ից մեծ են, այսինքն նույն ուղղությամբ են գնում։ Պետք է ցույց տալ, որ կարող եմ գտնել ֆազային, տեսեք ֆազային կորը, եկեք սրան նայենք։ Ֆազային կորը S է։ Եթե ստեղ ունեմ երկու կետ, ֆազային կորով կարող եմ սենց միացնեմ, կարող եմ սենց միացնեմ։ Okay? Կարող եմ ներքևով գնամ, կարող եմ վերևով գնամ։ Իրականում ֆազային կորը մի ուղղությամբ է գնում, ինքը այսպես է գնում։ Այսինքն հենց երևի այս էլ հենց ապացույցն է։ Նայում եմ ֆազային կորը, եթե x1-ը փոքր է x2-ից, ապա գնում եմ այս ֆազային կորի երկայնքով, ինչ որ պահի պարտավոր եմ հանդիպել x2-ին։
Վստահ չէինք, որ կարող ենք միացնել վերևի կիսահարթության մեջ գտնվող կորով, բայց մոտավորապես ապահովությունը հետևյալն է։ Վերցնում ենք x1 եւ x2-ը, վերցնում ենք n, որը ավելի փոքր է, x1-ն ենք վերցնում։ Ու նայում ենք, թե ինչ է տեղի ունենում x1-ի հետ, ինքը իր արագությունը 0-ից մեծ է, ինքը գնալու է այնքան ժամանակ, մինչև հասնի ինչ-որ մի կետի, որտեղ արագությունը դառնա 0 ու հետո դառնա 0-ից փոքր։ Հիմա քանի որ x2-ը x1-ից մեծ է, x2-ը չի կարող այս կողմում գտնվել, քանի որ այստեղ իր արագությունը 0-ից փոքր է, ինքը փոքրանալու է x1-ը։ Այսինքն այս կորի, այս հատվածի գոյությունն է ինձ տված ոչ ակնհայտ, բայց ապացույցը հետևյալն է, վերցնենք x1-ը, որը ավելի փոքր է քան x2-ից, նայենք թե ինչ կլինի x1-ի հետ, ինքը գնալու է ինչ-որ մի պահ արագությունը դառնալու է 0, որ հետո դառնալու է բացասական։ Մինչև այն 0 դառնալ, ինքը պարտավոր է հանդիպել x2-ին, որ եթե չհանդիպեր, x2-ը գտնվեր այս մասում, իսկ ստեղ x2-ը x1-ից կլինի փոքր, քանի որ այս հատվածում x1-ը արագություն դրական է։ Մոտավորապես սա։ Պարզեր արմեն, թե այսինքն գոնե հարցը պարզ էր, թե ինչը ինձ համար ակնհայտ չէ, որ կա։ Այսինքն նկարին նայելով ակնհայտ է, բայց ինչ-որ մի բան, մի երկու բան պետք է ասել, որպեսզի համոզիչ լինի։ Մերսի։ Շատ լավ։ Դե եթե ուրիշ հարցեր չկան, ապա այսօր էսքանա, տեսություն բոլորին։